Գիտելիքը դառնում է արդյունավետ գործիք, երբ գտնում ես այն կիրառելու ճիշտ ձևն ու մեթոդները։ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ Skynet ծրագրի շրջանակում Iris Business Incubator-ը տեղացի եւ միջազգային փորձագետների հետ համատեղ մշակել է սոցիալական ձեռներեցության ձեռնարկ, որն առաջարկում է համայնքային խնդիրների լուծումը իրագործել դիզայն մտածողության գործիքների օգնությամբ։ Ձեռնարկը աջակցում է դասընթացավարներին, երիտասարդական եւ բիզնեսի աջակցություն տրամադրող կազմակերպություններին, տրամադրելով գիտելիք եւ գործիքակազմ համայնքային խնդիրների լուծման համար։ Խթանում է սոցիալական ձեռներեցությունը, օգնելով երիտասարդներին կիրառել նորարարական մոտեցումներ իրենց համայնքներում։ To me, this manual is bringing design thinking, social entrepreneurship, and in general, what it takes to become a successful business person. Design thinking is truly an amazing creative process because it first wants to focus on what is the actual problem rather than finding a solution. Will my business truly solve this problem? Can it be replicated? So to test the manual, which I think that the real purpose, the driving force was to organize a TOT in partnership with Iris and bringing together 3 countries, Georgia, Moldova, and Armenia, and entrepreneurs, social entrepreneurs who would learn and also educators and train others. And our 1-week training of trainers was very useful because not only we were able to prove that manual is working, but also that we can learn and enrich from the participants and transform this manual into various training programs. Այս process-ը ի սկզբանե հստակ սահմանված է, այսինքն մենք գիտենք ինչ նպատակ ունենք ձևավորելու ձեռնարկ, որը կարող են դասավանդողները օգտագործեն սոցիալական ձեռներեցություն ուսուցանելու համար, օգտագործելով դիզայն մտածողությունը։ Հենց դրանից ելնելով արդեն ի սկզբանե ձևավորվել է թիմը, որ իր մեջ ներառել է ինչպես դիզայն մտածողության մասնագետ, այնպես էլ սոցիալական ձեռներեցության միջազգային մասնագետ։ Ձեռնարկը ստեղծվում էր Հայաստանի համար, բայց նաև Վրաստանի եւ Մոլդովայի համար, այնպես որ բոլոր երկրներից մասնագետներ ներգրաված են եղել, իրենց կարծիքն են հայտնել, խոսել ենք նաև սոցիալական ձեռներեցություն արդեն իրականացրած ձեռներեցների հետ եւ նաև այլ սոցիալական ձեռներեցության մասնագետների հետ եւ այդ բոլորի կարծիքը ներառվել է վերջնական արդյունքի մեջ։